Հիշատակի օր անպայման պիտի լիներ, այստեղ վիճելու բան չկա, մի քիչ խնդիր ունեմ օրվա ընտրության հետ կապված, առանց հետ էլ բանակի տոնը հասկանալի պատճառներով արժեզրկվել է, հիմա ըստեյության ջախջախված բանակ ունենք, որը վերականգնման շատ քիչ նշաններ է ցույց տալիս, ամենայն դեպս էս իշխանության օրոք, դրան զուգորդել, դրան նախորդել հիշատակի օր, կարծում եմ ավելի է նսեմացվելու բուն բանակի օրը։ Ընդհանրապես էլի եմ կրկնում, սկզբունքորեն ինչ-որ որոշել են, դրա դեմ առարկություն չունեմ, բայց կարելի էր այդպիսի օր ընտրել, օրինակ ինչի չընտրվեց սեպտեմբերի 27-ը, ինչի։ Կարծում եմ շատ ավելի մեկ է այդ պատերազմի ցանկացած տարելից ինչ-որ ձևով մենք պիտի հիշենք, չէ, որտեվ ցավոք սրտի մեր պատմության շրջադարձային իրադարձություններից այդ առիթով կարելի էր այդ օրը հիշել, գլուխ խոնարհել նահատակված մեր եղբայրների շիրիմների առաջ։ Օրվա հարցում չեմ կարծում, որ ամենաճիշտ լուծմանն են եկել։ Այդ երկրային բանակի համեմատություններ կամ բանել, որ անում են, բանաձևը գտել են, ասում են մի օր երկրային բանակի օրն ենք նշում, մյուս օրը երկնային, հաջող համեմատություն չի, իսկապես հաջող չի։ Փառք ու պատիվ մեր նահատակ եղբայրներին, գործող զինված ուժերը հզորության ապագայի խորհրդանիշ կլինեն։